Հիմա մեր ժամանակները պատմական են նաև էներգետիկայի առումով, որովհետև մենք սովորենք մեր ավանդույթից եւ պատմությունից, որ մեր մեծագույն խնդիրներից մեկն է նա, որ մենք էներգառեսուրսներ չունեցող երկիր ենք։ Բայց այդ իրավիճակը փոխվել է, որովհետև պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ես հիշում եմ այս շենքում առնվազն 5-6 քննարկում, որտեղ մենք խոսել ենք այս թեմաների մասին եւ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ արձագանքն եղել է, որ չէ, դա չի լինի, դա հնարավոր չի, դա տեն չի, չգիտեմ, էլեկտրաէներգիան լինում այսպես, բարդ բանաձևեր, գրատախտակի վրա, բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետեւ մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում։ Այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երկու մեծամորի ատոմակայան են ստեղծել։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա եւ մեր ռազմավարությունները պետք է հենվեն սրա վրա։ Բայց ելի եմ ասում, մեր եւ ոլորտի մասնագետների եւ ընդհանրապես մեր բոլորի էներգետիկ մտածողությունը պետք է փոխվի։ Էներգետիկան քաղաքակրթական ցուցիչ է։ Այստեղ էլ էներգետիկ ոլորտում մեր առաջի գործը սովորելն է, սովորելը։ Ոլորտի մասնագետները, ամենահարգելի մասնագետները եւ մենք բոլորս պետք է սովորենք, թե ինչ է նշանակում էներգետիկա 21-րդ դարում։